Պարոն Փաշինյան, ինչպես եք պատկերացնում Գյումրիում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե ձևավորված ավականին շարունակում է իր աշխատանքը, ինչ իրավական սցենարներ կան Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար եւ դիտարկել եք այն սցենարը, որ Սահմանադրական դատարանը կարող է ընդունել ընդդիմության հայտը Հայաստան դաշինքներ պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը Հայաստանում բարձրագույն դատական ատյանն է, այսինքն բարձր դատարանն է։ Այսինքն ես ինչ մեկնաբանեմ Սահմանադրական դատարանի գործունեությունը եւ հնարավոր որոշումները ես չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է Գյումրիին, նախ ես ուրախ եմ, որ արդեն այն ինչ որ ասել եմ Գյումրիում արդեն իրականացվում է, որովհետեւ երեք ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հարցրի, ասեց, որ արդեն մի քանի փողոցների հիմնանորոգումը կամ միջինորոգումը սկսվել է, անկախ ամեն ինչից, ես ել ինչպես հայտնել եմ, ես Գյումրիում անձնական պատասխանատվություն եմ վերցնում անկախ նրանից դիմի հարթությունում ինչ խնդիրներ ինչպես կլուծվեն, դա ուրիշ հարց է, այսինքն ես քաղաքական դիրքորոշում եմ արտահայտել իրավական մնացած ընթացակարգերը արդեն պետք է նայենք, ես այս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնել, բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։ Որտեւ երբ որ անի թաղամասում ես քարոզարշավ եմ անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետեւ ես տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Չկա երկրորդ քաղաքը հանրապետությունում, որ լինի այդ վիճակում։ Չկա պարզապես, հասկանում եք։ Էջմիածին այդ վիճակում չի։ Նա ինչ նկատի ունի։ Նա ինչ չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ։ Հիմա Էջմիածնում կարող են լինել տեղեր, որտեղ ինչ որ խնդիրներ կան, բայց այնուամենայնիվ աշխատանքը եւ աշխատանքի դինամիկան դու տեսնում ես, որ ամեն այցից մի հատ էլ փոփոխություն, մի հատ էլ փողոց, մի հատ էլ նրբանցք, մի հատ էլ լույս, մի հատ էլ դուռ, մի հատ էլ պատուհան, իսկ Գյումրիում այդպես չի։ Գյումրիում ուղիղ հակառակն է։ Եվ եթե հանկարծ կառավարությունը այս ընթացքում էլ չաներ, այն ինչ որ արել է, ընդհանրապես աղետի գոտին շատ մեղմ հասկացություն կլիներ Գյումրիի համար, բայց ես ասում եմ, որ անկախ նրանից թե եւ ես հասկանում եմ, որ 8 տարի իմ վարչապետության օրը քաղաքային իշխանությունները զբաղված են եղել միայն սաբոտաժով։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, որովհետեւ էլի համայնքներ կան, որտեղ կան ընդդիմադիր քաղաքապետեր։ Գնացեք նայեք, քանի միլիարդի սուբվենցիոն ծրագիր ենք մենք միլիարդների սուբվենցիոն ծրագիր ենք մենք հաստատել։ Մենք սուբվենցիաները չենք կապել երբեք, մենք ասել ենք, մենք քաղաքապետի կամ վարչապետի կամ կառավարության համար չենք անում դա, մարդկանց համար ենք անում։ Ծաղկում են այդ թվում են քաղաքները, որտեղ ընդդիմադիր բաներ կան, քաղաքապետեր կան, բայց Գյումրիում իմ ընկալումն է նա, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում երևի մարդկանց էլ այդ լուրերը տարածեն, թե բանը վարչապետը, չգիտեմ, սենցա նեղված է կամ նեղացա, դա անհեթեթ է։ Եվ շնորհակալ եմ իմիջայլոց գյումրեցիներին, որ Գյումրիում մենք 50+, չէ, 50+ ձայն ենք ստացել, եւ ես շնորհակալ եմ, որ այս ուղերձները եւ պարզաբանումները առնվազն մեծամասնության կողմից ընկալվել են եւ ելի եմ ասում, ես ավելի հաճախ եմ այցելելու Գյումրի, որպեսզի աչքովս տեսնեմ, մյուս տեղերն էլ իհարկե ավելի եմ Միջայլոց ասեմ ես նախորդող շրջանի հետևություններից մեկը դա է, որ դուք էլ մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ ավելի քիչ է լինելու կաբինետային աշխատանքը եւ ավելի շատ է լինելու համայնքներում, բնակավայրերում, մարդկանց հետ շփումներում աշխատանքը եւ իմիջիալոց դրանից էլ սկսելու ենք։ Մենք առաջիկայում կանենք մարզային այցեր, որը կլինի հետեւյալ ձևաչափով դահլիճային շատ շրջել ենք, հիմա անհրաժեշտ է այցերը ամփոփել, բնականաբար կառավարության ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, բայց նաև վարչական ղեկավարներ, ես ուզում եմ համաձայնեցված ցանկ ունենամ յուրաքանչյուր բնակավայրի առաջին 3 ամենահրատապ առաջին 3 խնդիրների վերաբերյալ եւ ես ուզում եմ այդ խնդիրները ունենամ վարչական ղեկավարի ստորագրությամբ, որ ինքը հաստատի, որ
դա ժողովրդի հանրության բնակիչների հետ քննարկման հարց է եւ դրանք բնակավայրի առաջնահերթություններն են, որովհետեւ այս ընթացքում ես եղել եմ այլ եղանակներով փորձել եմ ճշտել այդ խնդիրը լուծելն ենք, հետո գնացել են մարդիկ ասել են սրա փոխարեն այս անեիք ավելի ճիշտ կլիներ։ Հիմա ես ուզում եմ համոզվեմ, որ բոլոր բնակավայրերը, այսպես ասած, ինձ մոտ ունեն վկայականներ, որտեղ ստորագրությամբ նշված է, որ առաջին 3 խնդիրը սրանք են։ Ընդ որում մենք աշխատելու ենք հետեւյալ մեթոդաբանությամբ։ Այդ երրակից մի խնդիրը լուծվեց, դառան 2 նոր խնդրով լրացնելու հնարավորությամբ, այսինքն 3 խնդիր ենք վերցնում։ Մեկը լուծվեց, 2-ը մնաց, իջևեն 2-ի լուծմամբ զբաղվում ենք, եւս մի խնդրով լրացնում ենք, հետո այսպես հերթականությամբ այդ խնդիրները կթարմացվեն եւ կլուծվեն։ Համեն դեպս հարգելի գործընկերներ, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում մեր ինչքան ժամանակ այս ձևաչափով մենք աշխատում ենք մի քանի ամիս մենք բնականաբար կշարունակենք, եթե դուք ուզում եք, եթե չեք ուզում չենք շարունակի։ Կշարունակենք այս ձևաչափով աշխատանքը եւ նաեւ իհարկե հասկանում եմ, որ տարբեր իրավիճակներ են լինում, լարվածություններ են լինում, լարված երկխոսություններ են լինում, կոշտ արձագանքներ են լինում, բայց ես ունեմ բոլորդ հասկանում եք, որ որևէ մեկի նկատմամբ որևէ անձնական հարց բնականաբար չի եղել եւ չկա եւ չի լինելու եւ բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաեւ երաշխավորում եմ Հայաստանում մամուլի ազատությունը եւ դա ինձ համար սկզբունքային հարց է։ Մենակ հա, իմիջայլոց ասեմ, մենք հիմա հետեւյալը կանենք, մենք համընդհանուր հայտարարագրման համակարգով նաև հնարավորություն կտանք, որ հայտարարագրող քաղաքացիները որոշում կայացնեն 3 կատեգորիա հասարակական կազմակերպություններ, կուսակցություն կամ լրատվամիջոց, իրանց այդ հայտարարագրումից, որպեսզի ֆինանսավորում ուղղեն, ընդ որում սկզբից չենք անի 3-ն էլ, սկզբից կանենք կամ, հետո արդյունքները կտեսնենք, իհարկե միջնաժամկետում կբացենք եւ, այսինքն կախված համընդհանուր հայտարարագրման համակարգից, որպեսզի նաեւ եւ ես ընդունում եմ հետեւյալը, որ մենք պետք է կուսակցությունների գործունեության թափանցիկության խնդիրը ֆունդամենտալ լուծենք, բոլոր կուսակցությունների, ներառյալ քաղաքացիական բոլորի առանց բացառությամբ եւ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության հարցը լուծենք, բայց նաեւ մենք պետք է ապահովենք, որպեսզի եւ կուսակցությունները եւ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները իրենց շահառուներից, այսինքն ընթերցողից, հանրությունից ֆինանսավորվելու հնարավորություն ստանան եւ դա նաեւ ձեր առաջին հանձնարարությունն է, որ մենք այդ մեխանիզմը կզարգացնենք։